Այս եկեղեցու նկատմամբ էս ինչ քարոզարշավ է գնում, հակա եկեղեցական շարժ։ Ինչպես հասկանալ դա։ Անընդհատ այս թեմային ես անդրադառնում եմ, որովհետև թեման չի ավարտվում։ Հենա վաղն էլի գնալու են, էլի պատարակ մատուցեն։ Ուրեմն մի քանի շերտ կա։ Մի շերտը այն է, որ իշխանությունը սահմանադրությունը ոտնահարելով մտել է հայ առաքելական սուրբ եկեղեցու դաշտ եւ ուզում է այդ եկեղեցին ներսից փլուզի, իր կարգը փոխի, բաներանի, կանոնադրություն ընդունել տա, կաթողիկոսին փոխի։ Մենք չենք քննարկում անձեր, ով է լավը, ով է վատը։ Մենք քննարկում ենք ինստիտուցիոնալ, որ դա հայկական ամենամեծ ամենատարածված աշխարհում մեկ ազգային ինստիտուտն է 1700 տարի եւ ավել։ Հիմա իշխանությունը ընկել է մեր ազգային մեր ինքնությունը պաշտպանող դարերով մեր պետություն չունենալու ժամանակ մեզ պաշտպանող ինստիտուտի հետևից դա ոչ մի լավ նպատակ չի հետապնդում։ Տես ինչ ինչ ասում ենք, մենք բարենորոգում անենք, ամուսնացյալ են եղել, իրավունք չունեին երեխա ունեցել, բայց այդ սաղ քարոզարշավը քանդվեց այն պահին, երբ որ իրանք գնացին իշխանությունները ունենց arczepiskopos-ի կողքանի, որ ամենաշատ սկանդալների մեջ անգել։ Հիմա ես պնդում եմ, որ այս process-ը միտված է մեր ազգային ինստիտուտի ոչնչացմանը։ Նա քաղաքական վրեժի տարել կա նաև, որ իբր դուք ուզում եք քաղաքականությամբ զբաղվել, սկսած Բագրատ Սրբազանի շարժումից, հա։ Եվ դե որ դուք քաղաքական բան եք ուզում անեք, ես ձեզ կպատժեմ, նաև այդ իմաստը ունի։ Ես էլ պնդում եմ, որ քաղաքական գործունեություն որպես այդպեսին եկեղեցին չի իրականացել, չի իրականացնում։ Դա կուսակցություն չի ստեղծել, ընտրությունների չի մասնակցել, իրենք ազգային հարցեր են բարձրացրել, հայ ազգի վերաբերյալ հարցեր։ Եվ էսա խնդիրը, որ այսինքն դուք ինչ եք անում, դուք ուզում եք որ մեր ազգային ինքնության ոտնահարումը տեղի ունենա, եկեղեցին ձայն չանի, կամ լավ 7.5 տարի հեղափոխություն է, չէ՞ եղել։ Թալանչիները, գողերը, ավազակները մենք պետքա փողը հետ բերենք բանման, մի հատ դատավճիռ չկա։ Նայ Միքայել Սրբազանը նստած է։ Իր հետերի 3 սրբազաններ նստած են։ Բարերար Սամվել Կարապետյանը նստած է։ Բոլորի գործերը ապօրինի են։ Ասենք մենք ասում ենք քաղաքանտարկյալներ են, քաղաքական հետապնդում է։ Մարդիկ ասում են խղճի բանտարկյալներ են, ձևակերպումը մեծ բան չի փոխում։ Այդ մարդիկ ապօրինի անմեղ տեղը մեկը արդեն դատված է Միքայել Սրբազանը, դատավճիռ ունի, այն մյուսներն կալանքի տակ են։ Սա պետական մակարդակի հանցագործություն է։